Մայիսի 14-ի համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացում կոկային։ Մայիսի 11-ին ժամը 18:45-ի սահմաններում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվել են Երևանի Վշտունու Նրբանցքում, ով որ թուվարած Ինֆինիտի մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ ու ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվել է կոկային տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ, ընդհանուր 11,51 գրամ քաշով։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել է նաև, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ ու 1 դեղահապ։ 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Երևանում վերջին ամիսներին հորդառատ տեղումներից հետո շատ փողոցներ ջրածածկ են լինում։ Քաղաքապետարանն էլ ամեն անգամ արդարանում է, թե նորմայից շատ էին տեղումները։ Պարզվում է, որ պատճառը միայն դա չէ, պատճառը նաև քաղաքապետարանի անգործությունն է, անփույթ աշխատանքը։ Էդուարդ Հայրումյանը ցույց է տվել, թե ինչպես են Երևանի Գայի պողոտայում ասֆալտապատել հեղեղատարը, անցքերից ներս էլ զմռսված է ասֆալտի մանր հատիկներ։ Այսօր քիչ առաջ իրավապահները խուզարկություն են սկսել 3 ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանի տանը, այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա այս պահին մեկնում է Շենգավիթ ներկա լինելու խուզարկությանը։ Մելիքյանը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր քննիչի աշխատասենյակից իր հետ կապ էր հաստատել բլոգեր քաղաքական պատճառներով ձերբակալված Արտակ Ավետիսյանն ու խնդրել ստանձնել իր պաշտպանությունը։ Մելիքյանը նշել է, որ Ավետիսյանը իր մեղքը չի ընդունում, քննիչը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ միջնորդություն կներկայացնեն դատարան, խափանման միջոցի հետ կապված, թե երբ կնշանակվի դատական նիստը, Մելիքյանը դեռ չգիտի։ Մարդն ունի քաղաքական հայացքներ, որն է սահմանագիծը խոսքի ազատության ու ատելության, ընդգծել է Մելիքյանը, նշելով, որ Ավետիսյանի խոսքում վիճահարույց բան չի տեսել։ Վերջին շաբաթների ընթացքում միջազգային ամրագրման Booking.com հարթակում առկա տեխնիկական ու համակարգային խնդիրների հետևանքով Գորիս համայնքի մի շարք կացարաններ սխալ կերպով ցուցադրվում են որպես ամբողջությամբ զբաղված կամ ժամանակավորապես անհասանելի։ Այս մասին հայտնում է Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միություն ՀԿ-ն, ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը կարող է մոլորեցնել զբոսաշրջիկներին ու բացասաբար անդրադառնալ համայնքի զբոսաշրջային հոսքերի վրա։ Խնդիրը կրում է համակարգային բնույթ ու կապված չէ կացարանների կողմից ներկայացված տեղեկատվության հետ։ Տվյալ խնդրի վերաբերյալ բազմաթիվ տնտեսվարողներ արդեն դիմել են հարթակին, ինչպես նաև համապատասխան դիմում է ներկայացվել Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միություն ՀԿ-ի կողմից, նշում են կազմակերպությունից։ Վրաստանում ալկոհոլային խմիչքների շշերի վրա QR կոդի տպումը դառնում է պարտադիր ըստ Որդատունքի և գինու մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների, որոնք Վրաստանի խորհրդարանը ընդունել է առաջին ընթերցմամբ։ Վրացական լրատվականների հաղորդմամբ գինու ձեռնարկության տարեկան արտադրողականությունը 40,000 լիտրից կնվազի մինչև 25,000 լիտրի։ Օրենքում ավելացվել է նոր տերմին՝ ալկոհոլային խմիչքի մակնշում։ Զուրաբե Զուգաբաևայի խոսքով այս տերմինը սահմանվում է որպես ալկոհոլային խմիչքի պիտակի, տարայի կամ փաթեթավորման վրա գինու ազգային գործակալության տրված նշանի QR կոդի զետեղում։ Ռուսաստանի Կասպիսկ քաղաքում կայացած Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Ոսկե մեդալակիր են դարձել 72 կիլոգրամ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 77 կիլոգրամ քաշային Սամվել Տերտերյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել 87 կիլոգրամ քաշային Յուրիկ Պետրոսյանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել 67 կիլոգրամ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 72 կիլոգրամ քաշային Արթուր Ամոյանն ու 82 կիլոգրամ քաշային Վահե Հովհաննիսյանը, նշված է հաղորդագրության մեջ։ Դե ինչ ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին ու բաժանորդագրվեք մեր ալիքին։